Երեխան քնում է ծնողների սենյակում, նույնիսկ մինչև դպրոց գնալ։ Առանձնացնելը ոչ թե դա երեխայի խնդիրն է, այլ հաճախ երեխային առանձնացնելը դա ծնողի խնդիրն է։ Շատ ծնողներ նույնիսկ մոտենում են տեսնել երեխան արդյոք շնչում է։ Կանայք նման կերպով փորձում են հրաժարվել սեռական հարաբերություններից եւ երեխային կարծես օգտագործում են որպես վահան։ Ծնողի չստացված կյանքի համար երեխան դառնում է ակամա պատասխանատու։ Ինչ կա որ թող բնական է, թող թեկուզ տեսնի ծնողների մերկ կամ կիսամերկ վիճակը, բնական են համարում սեռական հարաբերությունները սենյակում, որտեղ քնած է երեխան։ Երեխան դա կարող է ընկալել բռնություն ծնողներից մեկի հանդեպ, կարող է երեխայի մոտ շատ տարբեր վախերի, գիշերային անքնության, մղձավանջերի, անհանգստության պատճառ հանդիսանալ։ Կարող է դա բերել սեռական վարքային շեղումների, մասնավորապես այնպիսի մի շեղման, որը կոչվում է վոայերիզմ։ Աղճատված պատկերացումներ, համոզմունքներ ձևավորել սիրո, ծնողական, ամուսնական հարաբերությունների։ Գիշերային զրույցներ։ Ամեն ուրբաթ